գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազաններ այս պարակային արդեն Արշակ arքեպիսկոպոսը եղավ 4-րդ սրբազանը, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները իրենց բաժին ընկած։ Անվեհեր հավատքով, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն և վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը։ Մենք սիրելիներ, մեր և մեր եկեղեցականած ուղերձներում, ինչպես նաև կատարած հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու եկեղեցու կարգած և կանոնած խախտմամբ գործողություններ կատարելու։ Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության մենք որպես հայրապետ հայոց եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ մեր հոգևոր դասի հետ միասին մեր մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին։ Պիտի հրավիրեմ, որ բոլորս գերունական աղոթքով մեր հայցը առաստված բարձրացնենք մեր գերեվարված սրբազանների, մեր ազգային բարերարի և բոլոր անօրինաբար բանտում պահվող մեր զավակների համար։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Եկեղեցի անուն քո, եկեղեցի արգայություն քո, եկեղեցին կամքո, որպես եկինս եւ երկրի, ըստ մեր հանապազով։